Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նորընտիր անդամ ԴԿ նախարար Դավիթ Խուդատյանը նոր մեքենա է ձեռք բերել 2024 թվականին։ Խուդատյանը 562 ձայն է վաստակել ՔՊ վարչության ընտրություններում։ Վարչության կազմում տեղավորվելուց հետո Խուդատյանն այս անգամ էլ Արգիշտի Մեխակյանի հետ է փորձում քարոզչություն իրականացնել։ Արմլուրը գրել էր, որ վաղաշաբաթ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը համայնքի գործարարներին հավաքել են Դվին հյուրանոցում։ Հայտնել էին, որ Մեխակյանը պետք է գործարարներին ներկայացնի, թե ինչ պլաններ ունի առաջիկայում քաղաքապետ ընտրվելուց հետո։ Այսպիսով ներկայացնենք, թե ինչ ունեցվածքով է ՏԿ նախարարը դարձել ՔՊ վարչության անդամ եւ լծվել քաղաքական քարոզչությանը։ Դավիթ Խուդատյանը 2024 թվականի անշարժ գույքի եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականին Քանաքեռ-Զայթուն վարչական շրջանում։ Փառաքարում ընտրությունները տապալած Խուդատյանը նախորդ տարի, որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2020 թվականի արտադրության 8.5 միլիոն դրամ արժողությամբ Toyota Magnich մեքենա։ Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել է 2 միլիոն 790 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները 41 միլիոն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 միլիոն 700 հազար դրամ, որից 11 միլիոն 995 հազար դրամը Արմավիրի մարզպետարանի աշխատակազմից է ստացել, քանի որ Արմավիրում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո կրկին նշանակվել էր մարզպետ։ Եկամուտների մյուս մասը 3 միլիոն 597 հազար դրամը Խուդատյանը ՏԿ նախարարությունից է ստացել, քանի որ նախարար է նշանակվել 24 թվականի նոյեմբերի 21-ին։ Եկամտի մյուս մասը եւս 1 միլիոն 107 հազարը Արմավիրի մարզի մարզպետի աշխատակազմից է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայրգումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 միլիոն 87 հազար դրամ, որից 18 միլիոն 610 հազար դրամը բնակարանի հիփոթեկի մայրգումարի մնացորդն է։ Խուդատյանը հեղափոխությունից հետո 2019 թվականին միայն մեկ բնակարան է ձեռք բերել, որն էլ այս 7 տարիների նրա միակ ձեռքբերումն է եղել։ Հիշեցնենք, որ հեղափոխությունից անմիջապես հետո Արմավիրի մարզպետի ղեկն իր ձեռքը վերցրեց Խուդատյանը։ Նա պարտավորվել էր փառաքարում ապահովել ՔՊ-ի լիակատար հաղթանակը, սակայն իշխանությունը խայտառակ կերպով տապալեց ընտրությունները եւ ընդդիմությունը հաղթանակ տարավ։